Արդեն տևական ժամանակ է, ինչ ատելության խոսքի, առերևույթ թշնամանքի հետ կապված բազմաթիվ ահազանգեր են եղել, բազմաթիվ հանցագործության մասին հաղորդումներ են տրվել, բայց այս կառույցը մինչև այս պահը ոչ մի հստակ գործողություն չի արել, չի դատապարտել եւ առավել ևս օրենքի սահմանին չի պատժել ատելության խոսք տարածողներին, չի պատժել եւ ընդհանրապես անգործությամբ այնպես է արել, որ այդ ալիքը ավելի մեծանա եւ ավելի ահագնանա այն չափի, որ այսօր մենք ցավոք սրտի ստիպված ենք խոսել հայաստանյան հանրության եւ արցախյան հանրության միջև անհատացվածության կամ ինչ-որ ներածվածության մասին եւ սա դեռևս ինչ-որ փոքր մասշտաբի բաներ է, բայց կա շատ մեծ վախ, որ այս քարոզվող ատելությունը կարող է շատ ավելի հեռուն տանել եւ ես չեմ վախենա ասել այս խոսքը, որ մի օր տանի եւ հասցնի մեզ եղբայրասպանության, ինչը խայտարակ վիճակ է եւ ինչի պետք է ամեն ինչ անել, որպեսզի չհասնենք։ Այս մասով մի մասը իհարկե այս մասով ենք խոսելու, մեր խոսնակներից մեկը շուտով կներկայացնի եւ մյուս մասը կխոսենք դրա մասին, որ արդեն 23-ից հետո անդադար խոսվում է ինչ-որ թալանի մասին եւ երբ որ արցախցիները բարձրացնում են իրենց խնդիրները, ասում են գնացեք ձեր թալանչիներից ու ձեր թալաներ են, էս են արել, են արել։ Եթե հիշում եք 1 տարի առաջ Արցախի նախագահը հաղորդում էր տվել հանցագործության մասին, որպեսզի քննվի այդ թալանը, գտնվեն այդ թալանչիները եւ պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Այս երկու հիմնական թեմաներով ենք խոսելու եւ խոսքը ուզում եմ փոխանցել Սաիդ Հակոբոսյանին, որպեսզի ատելության մասին այս քարոզը ներկայացնի, քանի որ ինքը նաեւ ընկալվում է որպես հայաստանյան հանրության ներկայացուցիչ եւ ինքը առավելը զգում է, թե ինչքան ցավալի է դա իր սեփական կաշկի վրա, երբ որ արցախյան ընկերները եւ հայաստանյան հանրությունը իրար չեն հասկանում կամ ավելի ճիշտ, եթե ավելի անկեղծ լինենք, ապա հենց արցախատյացության այս քարոզը ինչպես է ազդում իր արցախյան ընկերների, հարազատների եւ ընդհանրապես ցանկացած արցախցու կյանքում այնինչ է թողնում։ Շատ կարևոր է, որ այսօր հավաքվածները զգացեն ինչ-որ գտնվում այս շենքի առջև։ Ատելության խոսքը ամեն օր ավելի է շատանում դեպի արցախցիները։ Այսպես ես մի քանի օրինակ եմ բերել, կարողացել ենք ամենասուրճ 10 օրինակներ ընդգծել եւ հաղորդում ենք ալերած մասին։ Մենք այստեղին, քանի որ իշխանությունները, դատախազությունը, իրավական մարմինները չեն կատարում իրենց առջև դրված աշխատանքը։ Մենք չպետք է արտանք եւ պահանջենք, որպեսզի մեզ պաշտպանեն։ Օրենքով սահմանված է, երբ ատելության խոսքը տարածվում, իրավական մարմինները պետք է անմիջապես արձագանքեն եւ պատասխանատվություն կատարեն։ Օրինակ, երբ որ Տիկին Շուշանը կամ Արտաշատցի Աշոտը ինչ-որ մի կատարարքի անում, մենք չենք պրոյեկտում դա ամբողջ արտաշատցիների կամ աբովյանցիների վրա։ Իսկ այսօր, եթե մի արցախցի մի վատ արարքի անում, ամբողջը պրոյեկտում են 150,000 մարդու վրա։ Մենք այստեղ ենք, որպեսզի կարողանանք միահամուռ կանգնել մեր իրավունքների պաշտպանության կողքին։ Շատ կարևոր է, որ այսօր շատ խոսենք դրա մասին եւ բացատրենք այն խնդիրները, որոնք արդեն ծառացած են։ Օրինակ, գնում են աշխատանքի ընդունելու, երբ որ տեսնում են Արցախից, անմիջապես ասում են ձեզ կզանգահարենք եւ այդպես 1 տարի, 2 տարի, 3 տարի մարդիկ սպասում են, որ իրենք կացեն աշխատանքի։ Այսպիսի օրինակները շատ են։ Օրինակներից ամենավառը ցավալին ինձ համար այն է, որ իշխանության ու պրոտեստները, այստեղ որ մեր կառավարության շենքում, հենց իրանք են ատելության խոսքը տարածում։ Ատելության խոսքը տարածելը միայն ձեռնտու է թշնամի երկրի ադրբեջանական երկրի թշնաման հրահրելու համար։
Ես շատ երկար կցանկանայի խոսել եւ մանրամասն ներկայացնել, բայց այստեղ են իմ գործընկերները, իմ ընկերները, ովքեր որ դուք եք արանջատում ասում եք, Արցախի հայաստանցի գոյություն չունի։ Այստեղ իմ ընկերներն են, ովքեր 20 թվականից սկսած կանգնած են Արցախցու կողքի։ Կարողացել են աջակցել, պաշտպանել, հոգ տանել միմյանց մասին։ Եվ ես խնդրում եմ, որ շարունակենք այդ ամեն ինչը։ Ես իմ ընկերներից մեկի Լիլիթ Բլերյանի խոսքերը, որ ամբողջ այդ ընթացքում իմ ուղեղի մեջ էր եւ պատտվում, ես ուզում եմ, որ այսօր Լիլիթի նման շատերը լինեն։ Արամի Գևորգյան, Լիլիթի, Շուշանի եւ այսպիսի մարդիկ այնքան շատ են, իսկ մենք վերցնում ենք բացասական օրինակը։ Եկեք տարածենք այն դրականը, որ մեր մեջ կա եւ շարունակենք պաշտպանել, թեկուզ արցախցիներին պաշտպանելով պաշտպանում եք ձեզ, որովհետեւ եթե այսօր իրավունքները ոտնահարվում է Արցախի նահանգի ժողովրդին, ապահովագրված չենք, որ Աբովյանի կամ Մասիսի շրջանի մեկ քաղաքացու իրավունքներ։ Այդպիսի իրավունքներ դուք տեսել եք, որ ոտնահարվում են Էմա տատիկը, որը առօրինակ է, այնպես որ այս մարդկանց համար կապ չունի ով որտեղից է, բայց ավելի շատ խոսում են այս այն թիրախավորել արցախցիներին։ Շնորհակալ եմ, ես հրավիրեմ Անաստաս Իսրայելյանին, ով էլի կմանրամասնի մենք ինչ ենք այստեղ։ Սիրելի հայրենակիցներ, մենք դատախազության առաջ էսակցան կոնկրետ ուղղված հետատելության, եկել երկրորդ հարցը կոռուպցիոն հալանչի խոսքի այդ հասկացողությունը հանրության մեջ սերմացնող այդ հարցերի շուրջ ենք հայնում։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, կա երկու ուղղության աշխատանքներ, որը իրականացվում է պետական մակարդակով, որը իրականացվում է հանրության մեջ։ Բոլոր հանրության մեջ տարբեր երկրներում, տարբեր ղեկավարների կողմից ինչ հարց ավելի շատ գեներացվում է, հանրության մեջ է ժողովրդի կողմից դա սերմացնվում է։ Այն երկայացուցիչների կողմից, որը ուղերձված կամ էլեսնեք էմոյուսը։ Երաբոլորում չկա արցախցի եւ հայաստանցի, կա հայազգ։ Բոլոր տեղերը մարտադաշտում չի եղել հայաստանցի եւ արցախցի, եղել է հայազգ։ Ու մնացած բոլոր հարցերի շուրջ, մնացած բոլոր կարևոր հասկացողության մեջ այն մարդիկ, որ մտցնում են տարանջատումը, դրանք նույնատիպ թշնամի վտանգավոր մարդիկ են մեր ազգի համար։ Դատախազությունը, պարտականությունը, իրաց աշխատանքները առաջի հետին պիտի ուղղված լինի հանրության մեջ սերմացնող այդ մարդկանց ներգրավելու պատասխանատվության։ Եթե չեն անում, պահանջում եք ղեկավարությանը դուրս գացնել հանրության մեջ ներկայացնի հիմնավորած բոլոր այդ պատասխանները։ Ինչա ձեզ խանգարում, ինչա ձեզ բոլոր բաները ձեր ձեռքին է, օրենքները ձեր ձեռքին, բոլոր հնարավորությունները ձեր ձեռքին։ Ուրեմն հետատելության հետ կախված, որից եմ ասում, կա ինչ-որ բան ուղղություն կոնկրետ այդ աշխատանքները իրականացնելու համար, որ պարակտում մտցնելու։ Պարակտում մտցնելով, որ եկել ենք հասել այս իրավիճակին։ Պարակտում մտցնելով մեզ այսօր փորձում են մեր ժողովրդի մեջ իրար նկատմամբ անեն իրաց մեղքերը քսեն մեր վրա, որ մեր ժողովրդով իրար մեջ հարցերը պարզեն։ Չի լինելու, չի ստացվելու։ Արցախցիներն է, գյումրեցիներն է, Սյունիքի ժողովուրդն են, մենք միազգ ենք, ու ես գիտեմ, որ մեծամասնությունը, դիտակցությունը, առողջ տրամաբանությունը բոլորի մեջ կա։ Բայց մենք իջներս թույլ չպիտի տակ որպես հանրության մեջ ժողովուրդ, որ դա իրականանա, դա խայտարակ բան է։ Դրսի նայող ուրիշ երկրների ժողովուրդը նայում է մեջին ինչ է կատարում։ Ոնց կարող է ազգի մեջ իրար նկատմամբ ատելություն լինի, տես բան չկա։ Դա կա, որից եմ ասում, պետության ղեկավարը, եթե դու ուժեղ ղեկավար ես, դու պիտի կողմնակից լինես, որ բոլոր հավասար լինեն, որպես մի ազգի ներկայացուցիչներ։ Եթե բարձրացումները կա, էլի ձեր խնդիրներն է, էլի ձեր ձեռատուբաններն է, որ դուք եք իրականացնում։ Աշնարները մեզ բարերի չէ բարի մոտակոցում, որ պետական մակարդակում ներկայացուցիչներ են, բերանները բացում, էլեկտրիկի տարանջատում կամ ատելություն մտցնում ժողովրդի մեջ։ Երկրորդ հարցը, թալանչիների հետ կախված, թալանչի, խոսում են միշտ, ու խոսում են իմ մարդիկ,
որ շարունակում են այդ թալանը այսօր իրավիճակում էլի նույն գործողությունների պրոցեսներով և նույն ծրագրերով։ Թալանել եք իմ երկիրս, ծախել եք իմ երկիրս, Արցախը ծախել եք։ Այդ թալան չի, այդ դրա պատասխանը դրեք։ Հիմնավորած և աջակորդ տորեք, եթե չունեք այդ պատասխանները, որ արտակարգում եք մնացած թալանչիների մասին, մենք բոլոր այստեղ հավաքվել եք, տեսնեք անուն առանուն, հիմնավորած ձեր ձերքին կա բոլոր այդ հնարավորությունները, բացահայտեք, ներկայացրեք ժողովրդին այդ թալանի սկիզբնու մինչև վերջը, դրած անունները, պետք չէ թալանի խոսքի տակ էլի մարդկանց մեջ մտցնեք, որ ասма մեր մեջ անձապին մեջ կամ մնացածի մեջ այդ տարանջատման կամ են ոսմեք գնացեք թալաչիներից փողեցեք։ Բայց իշխանությունը դուք եք 7 տարի ստեղ, 7 տարի երկրի գլուխ եք կանգնած, այդ թալաչիների քիչ եք մեկին դերեր հասնել, ժողովուրդը առաջ ասեք այդ թալաչին էսիա։ Քիչ եք կարել հանցածակում, ու հանցածակում հետ միասին կասկածանքի տեղ ա տալիս, որ դուք եք մասնակից այդ թալանչին, որ դուք եք դրա այդ գործողության պրոցեսներին դարձել ձեր ա տալիս, որ ձեր ընթացքում աթորի նստել աթորի պահելու համար եղած դեպքում միշտ արձագանքեք դրա մասին։ Պետական մակարդակով ղեկավարս մատես հատալիս թալաչիներին, պատին շարելու եք դետին մեր պարբը, արա ինչ չխի ով եք ես հանգարում։ Արեք, իմ եսօր կաղնած եք դատախազության առած, պահանջում եք գլխավոր դատախազին դուրս գաստեղ, ձևավորած պատասխանեք, եկեք եք հարցնելու, թալանչի հասկացողությունը բերեք հասկացնեք, ում մասին է խոսքը գնում, ժողովուրդը ուզում է հասկանա։ Մեկ կողմնակից եք, մենք գիտենք որ կան թալանչիներ, եղել եք կան, ու շարունակում են մեր թալանը լինելու, ու լինելու այդ թալանը։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ կոնկրետ մենք որ ասում է հասցեատերներին պահանջենք պատասխանը ստանալու համար։ Դրա համար այս հարցի կապակցությամբ մենք գտնում ենք դատախազության առաջ։ Գտնում ենք գլխավոր դատախազին դուրս գաստեղ, հաշվի առնելով ժողովրդի իրաց կողմից են մտահոգությունները թալանչի հասկացողության հետ կախված, կան դուրս գաստեղ մեծ պատասխանը ներկայացնել։ Ինչ աշխատանքներ է իրականացվում, ինչ ուղղության վրա է այդ աշխատանքները հանրային ժողովրդի թող բացատրել, որովհետև տարբեր կողմերից սերմացած ինչ որ ներկայացուցիչներ Վերանի փոթատակ է սարքել, մեզ է փորձում է ժողովրդին քսել այդ գործողությունների կամ այդ մասնակցության մեջ, չկա դες բան։ Դուրս եկեք ձեր ժողովրդի պատասխան տվեք, այս հարցի պատասխանները ստանանք մենք։ Շնորհակալություն։